Ժողովուրդ ջան, դուք ինձ շատ եք հարցեր տալիս միջանձնային հարաբերությունների վերաբերյալ։ Ոմանք մեղադրում են իրենց ծնողներին, չստացված կյանքի մեջ, ոմանք երեխաներին, ոմանք ամուսիններին կամ կանանց եւ շատ-շատեր ունեն նևրոզ, տագնապային մտքեր, իսկ շատ-շատերը անգամ հակադեպրեսանտ են խմում, որպեսզի այդ վիճակից դուրս գան եւ հարցը մեկն է. ինչպես դուրս գանք այս վիճակից։ Ես ձեզ ուզում եմ պատասխանել մի իրական պատմությամբ։ Իրականում եղել է այս պատմությունը։ Կալիֆոռնիայի համալսարանում դասի ժամանակ ուսանողները վիճում են։ Այն ուսանողները, որոնք որ անբարենպաստ ընտանիքներից են, մեղադրում են բարենպաստ ընտանիքներից երեխաներին, որ ձեզ ինչ կա, դուք հարուստ եք, ձեր ծնողները ձեզ սիրում են, ամեն ինչում հասնում են, այդ իսկ պատճառով ձեզ կյանքը հեշտ է տրվում, դուք վայելում եք այս կյանքը եւ հասնում եք բարձունքների։ Մեծահասակ պրոֆեսորը լսում է, իջնում է ամբիոնից եւ սկսում է իր պատմությունը։ Նա սկսում է այսպիսի խոսքերով. Իմ բախտը չբերեց հենց իմ բեղմնավորման առաջին իսկ վայրկյանից, որովհետև իմ թմրամոլ բիզելնիկ հայրը հենց որ իմացավ իմ անչափահաս, մուլատ եւ անբարոյական մայրը ինձանով հղի է, թողեց եւ փախավ։ Մայրս էլ ինձ ծննդաբերելուն պես թողեց հիվանդանոցում։ Ինձ ուղարկեցին մանկատուն, ասма սարսափելի է, չէ՞, տեսեք ինչ պատմություն է, սրանք է աչքերը բաց լսում են, էլի ոնց կարա տենց բան լինի, ես լավ մարդու հետ ուղարկեցին մանկատուն եւ քանի որ ես ասма հիվանդոտ երեխա էի, ինձ ոչ մեկ չէր ուզում որդեգրել։ Դե ասма չպատմեմ մանկատան դաժանությունը, ինչ ծեծեր եմ կերել, ինչ վիրավորանքներ եմ ստացել, իսկ ուսման մասին ասма խոսք էլ գնալ չէր կարող, որովհետեւ ոչ մի ուսուցիչ չէր ուզում գար աշխատեր մանկատանը եւ մեկ ուսուցիչ էր եւ մաթեմատիկա էր դասավանդում եւ բիոլոգիա էր դասավանդում եւ բոլոր առարկաները։ Ասма ունեցա սարսափելի մանկություն եւ մի պահ կանգ առնում, ասма չէ, սա իմ պատմությունը չի։ Հիմա ես ձեզ կպատմեմ իմ իրական պատմությունը։ Հարգելիներս, քանի որ 3 րոպե է թույլատրում վիդեո նկարել, ես հիմա չեմ հասցնի այդ պատմությունը պատմեմ, բայց անմիջապես հաջորդ վիդեոն կլինի այդ պատմության շարունակությունը, անպայման միացեք, նայեք եւ վերջում կլինի տեխնիկա, հետաքրքիր տեխնիկա, ուրեմն մինչ հանդիպում։